По зеленой глади моря, по равнине океана, корабли, капитаны, покорив простор широт, мира даль деля на мили, жизни даль деля на вахты, держат курс согласно фрахту в порт, в порт. Море, море, мир бездонный, пенный шелест, волн прибрежных. Над морской тишиной я крутой, над волной две вечерние звезды, две дороги, две судьбы, и одна из них зовет через волны на восход, а другая тянет к дому, снова в порт меня зовет. Тянет к дому, снова в порт меня зовет. Ты морячка, я моряк, ты рыбачка, я рыбак, ты на суше, я на море, ты не встретимся никак. Ты морячка, я моряк, ты рыбачка, я рыбак, ты на суше, я на море, ты не встретимся никак. Я любимая не знал, как лебедка тянет трав, она не хочет снова, хочет, чтоб поцеловал. Я любимый говорил, как моря своих ходил, она не хочет снова, хочет крепче, чтоб любил. Ты морячка, я моряк, ты рыбачка, я рыбак, ты на суше, я на море, мы не встретимся никак. Ты морячка, я моряк, ты рыбачка, я рыбак, ты на суше, я на море, мы не встретимся никак. Երեխաներ, երբ առավոտյան ես մանկապարտեզ եկա, դրան վրա մի նամակ տեսա։ Եկեք միասին բացենք և տեսնենք ինչ կա դրա գրված։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, ձեզ գրում եմ Ջրամոտ դոստում ապրող կրյան, Կոկոն, ես լսել եմ ձեր մասին, որ դուք շատ աշխատասեր և ընկերասեր եք, և ես շատ եմ ուզում ձեզ հետ ընկերանալ։ Դե ինչ երեխաներ, ընկերանալ տղայի հետ։ Իսկ դուք գիտեք, կրյայի մոտ հասնելու համար պետք է անցնենք օվկիանոսի միջով։ Իսկ ինչ է օվկիանոսը։ Հիշում եք, նախորդ պարապմունքների ժամանակ մենք բազմիցս խոսել ենք օվկիանոսների մասին, ապա ինձ կհիշեցնեք ինչ է օվկիանոսը, չեմ տեսնում ձեռքերը, ապա Հովհաննիսյան դավի։ Երկրի կերևի շարժման արդյունքում ոչ միայն սարեր, այլև խոռոչներ են առաջանում։ Միլիոնավոր տարիներ առաջ, երբ այդ խոռոչներում ջուր հայտնվեց, որը աստիճանաբար ավելի խորացեց խոռոչները, այդպես էլ առաջացավ ծովերն ու օվկիանոսները։ Կեցես Դավիթ, ինձ կհիշեցնեք երկրագնդի մակերևույթի քանի տոկոսներ պատված օվկիանոսի ջրերով, ապա ների։ Երկրագնդի մակերևույթի մոտ 70%-ը ծածկված է օվկիանոսների ջրերով, և մենք գիտենք, որ օվկիանոսները շատ աղ են լինում։ Այո, շնորհակալություն, օվկիանոսները շատ ինչ են լինում, մոթե, օվկիանոսները շատ ինչ են լինում, կանես, օվկիանոսները շատ աղ են լինում, շնորհակալություն, իսկ ինձ կհիշեցնեք, օվկիանոսները քանիսն են, ապա նարեք, 5-ն է, իսկ որոնք են կթվարկեք, ապա ձերք տեսնեմ, Վիկտորիա ջան։ Խաղաղ օվկիանոս, հարավային օվկիանոս, հյուսիսային օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս։ Իսկ հիշեցնեք ինձ երեխաներ, երկրագնդի ամենախոր և ամենամեծ օվկիանոսը որն է, ապա Յաննա։ Երկրագնդի ամենամեծ և ամենախորը խաղաղ օվկիանոսն է։
Ո՞րն է անունը։ Խաղաղ օվկիանոսը կեցես։ Ինչ է մեզ անհրաժեշտ Պիրիայի մոտ հասնելու համար, հապա, նավ։ Ինչ էր անհրաժեշտ Սերյան։ Մեզ անհրաժեշտ էր նավ։ Ով է նարու նավը, ապա Լեո։ Այո, նավապետը վարում է նավաստիների օգնությամբ։ Ուրեմն մենք Նազենի ինչ պետք է դառնանք։ Այո, նավաստիները Արմեն ինչ պետք է չունենան։ Ինչ պետք է չունենան դալի։ Պետք է նավաստիները չունենան առողջական խնդիրներ։ Կեցեք։ Ինչ էր ցանկանում Ադելին Ադրյան ասել։ Դուք հիշում եք, որ ասեցիք օվկիանոսները մարդկանց շատ հետաքրքրում։ Մարդիկ ցանկացել են տեսնել օվկիանոսները մոտիկից, ինչու՞ թե ճանոթանալ օվկիանոսում ապրող ջրային կենդանիների հետ։ Այո, մենք պարապմունքների ժամանակ բազմիցս խոսել ենք ջրային կենդանիների մասին նաև։ Հիշեցնեք, ինչ ջրային կենդանիների հետ ենք ծանոթացել։ Ապա ներսես կհիշեցնես մեզ։ Դելֆին, շնաձուկ, մեդուզա, շնախաձուկ, դելֆին, կատված։ Լավ, շնորհակալություն ներսես, ուրիշ ավելացնելու մեկ երեխան։ Ապա Դավիթ ջան, շատ Փոք խեցկետին։ Փող խեցգետին։ Իսկ ուզում եք երեխաներ, մենք գնանք օվկիանոսում եւ ավելի մոտիկից ծանոթանանք օվկիանոսի ջրերի հետ։ Որ ձուկն է մոտեցել։ Շնաձուկը։ Իսկ ինչ գիտեք շնաձուկի մասին, չեք տեսնում ձերքերը։ Ապա Սիլվի։ Ներկայումս հայտնի է շնաձուկան 450 տեսակ, 17 սանտիմետր երկարություն ունեցող տեսակից մինչև 20 մետրանոց ջետային շնաձուկ։ Շնաձուկների մեջ ջերակշռում են գիշատիչները, սակայն 3 տեսակ շնաձուկ սնվում են փոքր ձկներով։ Դելֆինների ուղեղը շատ մեծ է, այն մարդու ուղղապես ծանր է։ Որոշ գիտնականները կարծում են դելֆինները մարդկանցից խելացի են։ Դելֆինների շփման լեզուն ընդհանրապես նման չէ մարդկանց լեզուն, այն ավելչափ սովետ է հիշեցնում։ Սակայն մարդկային խոսքի պես դելֆինները ևս կարող են նախադասություններ նախադասություններ։ Մեդուզայի մարմինը դողդողանման է և գրեթե ամբողջությամբ կազմված է ջրից։ Մեդուզան աստարով գլխարկի նման է։ Վերևի մասը դողդողանման մաշկն է, ներքևի մասը ստամոքսն ու բերանը։ Որոշ մեդուզաներ թունավոր են, այնպես որ մեդուզային դիպչելը բնավ ցանկալի չէ։ Բոլոր թռունուկները գիշատիչ կենդանիներ են, դրանք առաջին հերթին կեր են, ճարախ, բոլոր ծովային կաթնասունների և ճկների համար օգտագործվում են սննդի մեջ։ Թռչունների մեծամասնությունը ապրում են միայնակ, որոշ տեսակները ստակ յաջնան կաշկի են ընկնում են լավ հիշողությամբ։ Երբ թռչուններին գիշատիչ են մոտենում, անախ փորձում է իր գույնը փոխել։ Եթե այդ տարբերակը չի գործում, նա հաստ թունավոր անվեբ հաստատում։
որ շեղում է քիշատիչին ու թոփուկը խաղցելու ժամանակի ստանում։ Կազմվածքները էլեկտրականություն են արտադրում ասես կենդանի էլեկտրակալինի գլխի և կրծքային լողակների միջև գտնվում է էլեկտրական մարկոցները, որոնք իրենց մեջ հոսանք են կուտակում։ Կազմվածքները օգտագործում են այդ հոսանքը որս անելու և թշնամիներից պաշտպանվելու համար։ Կազմվածքները կարելի է 100 լավ միացնել և դրանք լույս կտալ։ Ձկները ապրում են ծովերում, լճերում և օվկիանոսներում։ Ձկների մարմինը պատված է թթուներով, շնչում է խարույկներով։ Նրանք բաժանված են երկու դասերի՝ կրճիկային և ոսկրային։ Կրճիկային ձկների դասն են պատկանում շնաձկների և կատվաձկների կարգերը։ Իսկ ոսկրային ձկների դասը բաժանվում են 4 ենթադասերի՝ ճառագայթալողակներ, վշնալողակներ, կրճիկաոսկրային և երկշունչներ։ Մեծ մասը անցկացնում են, սակայն շնչում են մթնոլորտային օդ։ Նրանք չեն շարժվում ենթամարսկային ճառագաշերտի շնորհիվ, որը կանխում է ջերմության կորստը։ Խեցգետինները 10 ֆոտանի խեցգետանմանների կարգի անողնաշարավոր կենդանիներ են։ Մարմնի երկարությունը 6-ից 30 սանտիմետր է, տարածված է ամենուր բացի Աֆրիկայից։ Մեծ մասը ապրում են քաղցրահամ ջրերում, գիշերային կենդանիներ են, ցերեկը թաքնվում են բներում, գիշերը դուրս են գալիս ջեր որոնելու, սնվում են ջրային բույսերով, երբեմն կենդանական քիլերով։ Գայլաձուկը քիշատիչը սնվում է ձկներով, կոտերով և ջրնով թռչուններով։ Նա հետո չի հետապնդում և չի որոնում և թաքնվում է ջրի մուրների մեջ։ Հենց որ հայտնվում է գայլաձկան կողքին, նա գազակի արագությամբ արձակվում է զոհի վրա և ավարն արդեն չէր կարող դուրս պրծնել նրա դժան ատամների իսկա երախից։ Թռչուններին այն ոչնչացնելով գայլաձկները անշուշտ վնասել արդյունքում։ Սակայն որսալով առաջին հերթին հիվանդ թույլ ձկներին և ջրելով թռչուններին իրենց հիվանդությունները տարածումը կախում է գերաբաններին։ Եթերը սկաչափի կենդանիները լավ զարգացած են նրանց սովությունը, համին շոշափելիքի է մատքին զգացողությունը, շոշափելիքի օրգան է ծաղրավ, գլխի վրայից նիպլուսներ, աչքերը ման են, ասպագեղներ չունեն։ Կետերի մեծ մասը ծնվրանը գնում են տաք ջրեր, իսկ ամռանը սառը ջրեր, կետերը սնվում են ձկներով, գլխոտանի փաթկամորթերով։ Նրանցից ամենից արագ կետան Ինչ է Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք։ Իսկ ես Այո, բայց մենք ճանապարհին հանդիպեցինք ջրային կենդանիների։ Չինեք, իմ գրյաների մասին երեխաներ, խնդրում եք պատմեք ինձ։ Երեխաներ, ինչ գիտեք կրյաների մասին։ Դուք կրյաները սովորների դասին պատկանող զրահավոր ցամաքային և ջրային կենդանիներ եք։ Կրյաները տարածում են ամբողջ երկրագնդում մեկ։ Կրյաները գոյություն են ունեցել 220 միլիոն տարի առաջ։ Կրյաները հանդիսանում են սողունների դասի ամենայնությունը ավելի հին, քան ուղղոցների, օձերի, կոկորդիլոսների խումբը։ Ավելացնեմ նաև, որ կրյաները սերում են հին անհետացած ցամաքային սողունների միջուղից կատալիզատորների և նրանք աստիճանաբար հարմարվել են քաղցրահամ ջրերում։ Այդքան տեղեկություն գիտեք իմ մասին։ Իսկ հիմա ինձ կպատմեք, թե ինչ եք տեսել ճանապարհին։ Երեխաներ, կպատմեք կրյային ինչ ենք տեսել մենք ճանապարհին, ապա ով է ցանկանում պատմել, կպատմես ամեն ինչ։ Գիտես Կոկո, շատ հրաշալի է օվկիանոսում։ Մենք այնտեղ հանդիպեցինք ջրային կենդանիներին՝ շնաձկանը, կետին, դելֆինին, մեդուզային, խեցգետինին, փոքին, խաղացինք նրանց հետ և ընկերացանք։
Էվելինա։ Նավո։ Ովքեր են վարում, Էվելինա։ Նավը բարում է, նավաստիների օգնությամբ։ Նավապետը նավաստիների օգնությամբ։ Օվկիանոսները քանիսն են, Էլիսիկ, օվկիանոսները քանի։ Օվկիանոսները 5-ն են։ 5-ն են։ Որոնք են այդ օվկիանոսները, տեսնեմ, արկի որոնք են այդ օվկիանոսները։ Խաղաղ օվկիանոս, հարավային օվկիանոս, հյուսիսային օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս։ Այո, Հնդկական օվկիանոս, ամենախոր եւ ամենամեծ օվկիանոսը որն է, ասա Դանի։ Երկրագնդի ամենամեծ եւ ամենախորը խաղաղ Խաղաղ օվկիանոսն է։ օվկիանոսն է, ով էր կառուցել առաջին նավը, Սիլվի դու ասա։ Առաջին նավը կառուցել է Նոյ Նոյ նահապետը։ Աբդալյան Դավիթ, իսկ ինչպես էր անվանում այդ նավը։ Այդ նավը անվանում է Նոյան տապան։ Նոյան տապան։ Դե ուրեմն երեխաներ, հիմա եկեք մեր օվկիանոսից մեր ճանապարհորդությունից ստացած գիտելիքներով, տրամադրությունով աշխատենք սեղանների շուրջ։ Եկեք մոտենանք կանգնեցինք։ По зеленой глади моря, по равнине океана, корабли, капитаны, покорив простор широт, мира даль деля на мили, жизни даль деля на вахты, держат курс согласно фрахту в порт. Море, море, мир бездонный, пенный шелест, волн прибрежных. Над тобой встают, как зори, над тобой встают, как зори, нашей юности надежды. Моряку даны с рождения две любви, земля и море. Он без них прожить не может, ими счастлив он и год. По зеленой глади моря, по равнине океана, корабли, капитаны, покорив простор широт, мира даль деля на мили, жизни даль деля на вахты, держат курс согласно фрахту в порт.